Պարոն Քերոբյան, դոլարի և դրամի դոլարի արժեզրկումը դրամի նկատմամբ նշվում որ Ռուսաստանից Ռուսաստանցի քաղաքացիները ով է նշում ասում են որ կապ ունի Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիներին ուղարկող գումարների հետ, դա ինչքանով այդատեսական եւ սա մեր տնտեսության վրա ինչ ազդեցություն ունի, դոլարը արժեզրկում է ապրանք ինչու չի երջանկանում։ Շատ շնորհակալություն հարցի համար, այդ քննարկումը մենք բազմաթիվ սեկտորների տնտեսվարողների հետ ունենք եւ նաեւ մեր կառավարության եւ կենտրոնական բանկի գործընկերների հետ որոշ սեկտորներում կա խիստ մտահոգություն, դա հիմնականում արտահանողներն են եւ IT սեկտորը, ծառայությունների արտահանումը եւ մենք նույնիսկ 3 քննարկում ենք ունեցել էլի այս թեմայով գործարար համայնքի բնականաբար հիմա մեր ընթացիկ հաշիվը իրականում դրական է, որը լավ նորություն է, իհարկե, երբ երկիր մտնող գումարները ավելի շատ են, քան երկրից դուրս եկող գումարները, դա բազմաթիվ տարիների ընթացքում առաջի անգամ է տեղ ունենում եւ դա ցույց է տալիս էլի կառավարության հետեւական աշխատանքը տեղական արտադրությունը եւ ներդրումները խթանելու հարցում։ Դա արտահանման հաշվին է, թե տարբեր ֆակտորների, այդ թվում նաեւ ներդրումների մեծ ներհոսքի։ Հիմա եւ այս պարագայում կենտրոնական բանկը պետք է սկսի կիրառել նոր գործիքակազմ։ Մենք նաեւ հասկանում ենք իրենց մտահոգությունները գնաճի հետ կապված, բայց կարծում ենք, որ պետք է այդ ամեն ինչը արվի այնպես, որ տնտեսության կարևոր ճյուղերին որևէ վտանգ չսպառնի։ Ամեն դեպքում երկխոսությունը առողջ երկխոսությունը շարունակվում է, բայց գիտեք, կենտրոնական բանկը անկախ մարմին է եւ մենք ինչ-որ բան պետք է անի չի անում, որպեսզի դոլարի Դե կենտրոնական բանկը ունի լայն գործիքակազմ եւ իհարկե իրենք ունեն այն գործիքակազմը, որ կարող է այնպես անել, որպեսզի ավելի հավասարակշռված փոխարժեք ունենան։ Այստեղ էլ պետք է նայել, էլի մենք դրամ ուժեղանում է դոլարի նկատմամբ, բայց դրամ ռուբլի զույգը մոտավորապես կայուն վիճակում առայժմ գտնվում է։ Այդ հարցերը ավելի կենտրոնական բանկի։ Մենք այդ նույն հարցերը տալիս ենք իրենց։ Խնդրում եմ իրանց հետ։ Անկերպան ինչպես նշեցիք, կենտրոնական բանկը լայն գործիքակազմ ունի եւ դրա սահմաններում այս պահին օգտվում են գործիքներից, որը որ փաստացի արժևորում է դրամը, արդյոք որպես կառավարության անդամ նաեւ դուք եք ունեցել համաձայնությունը եւ համաձայնեք, որ դա այո օգնում է հայտնի տնտեսին։ Ոչ ես չեմ տվել իմ համաձայնությունը։ Դուք համաձայն եք, այսինքն դուք համարում եք, որ սա այսքան ճակատագրական։ Մենք կարծում ենք, որ դրամավարկային քաղաքականությունը Հայաստանի Հանրապետություն պետք է օգնի տնտեսական աճին եւ օգնի երկու կարևոր սեկտորներին, արտահանողներին եւ IT սեկտորին, երկու կարելի ասել մեր կարծիքով ամենակարևոր ոլորտներն են տնտեսության, մշակող արդյունաբերության արտահանող հատվածը եւ IT ոլորտը։ Հիմա այդ երկու ոլորտներից մենք ունենք բազմաթիվ անհանգստություններ դրամի այսպիսի լուրջ արժևորման հետ կապված։ Պարոն Քերոբյան, Ով կներեք։ Ով։ Նշում են, որ Ռուսաստանը գնում է շատ վատ իրավիճակի եւ իրենց մոտ ստացվում անկախայինով, որից կարող է օգտվել Հայաստանը եւ էկոնոմիկայի նախարարությունը պետք է խթանի այդ հարցում արտահանել արտահանողներին։ Նաեւ նշեցին, որ ապրիլ ամսին հանքարդյունի տարբերություն հանքարդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն արտահանման ծավալները նկատելի աճել են։ Նախ ինչու է պայմանավորված այդ նկատելի աճը, արդյոք պայմանավորվում է դեպի Ռուսաստան այդ էկողատի կողմից ոչ եւ ինչ խթանիչ մեթոդներ եք իրար, եթե իրականում Ռուսաստանում արտահայտվող այդ Գիտեք, այսօր Ռուսաստան արտահանելու ամենամեծ երկու խոչընդոտները դա վերին դարձի անցակետն է եւ որտեղ դեռ կան չլուծված մեծ խնդիրներ եւ երկրորդը ռուբլու կուրսի փոխարժեքի անորոշությունը։ Այդ երկու ուղղություններով մենք աշխատում ենք շատ
սերտ եւ ես արդեն ասել եմ, որ շաբաթ օրը հանդիպելու եմ իմ ռուսկի գործընկերոջ հետ հենց վերին դարսում, բայց նաեւ վաղը հանդիպելու եմ իմ վրացի գործընկերոջ հետ Վրաստանում եւ այդ բոլոր հանդիպումները ուղղված են հենց բեռնափոխադրման լոգիստիկ դժվարությունները վերացնելու։ Մենք շատ աշխատանք ենք անում, տարբեր ուղղություններ ենք ստեղծում, բայց հուսով եմ, որ շուտով արդեն նկատելի արդյունքներ կունենանք։ Ասա վերջացնեմ։ Չէ։ Նաև շատ լուրջ աշխատանք ենք անում արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, որովհետև հիմա Հայաստանը գտնվում է վիճակում, որ պետք է կարողանա շատ ավելի լայն աշխարհագրություն ծածկել տարբեր տիպի ապրանքների հետ կապված։ Հիմա նույնիսկ Եվրոպա գնալու հետ կապված դժվարություններ կան, լաստանավային հաղորդակցությունների լավ չէ։ Մենք մեծ տրանսպորտային ծրագիր ունենք մեր նախարարությունում գծած եւ աշխատում ենք այնպես անել, որ Հայաստանի լոգիստիկ կապվածությունը աշխարհի հետ կտրուկ մեծանա։ Այսօր Հայաստանը համաշխարհային բանկի Logistics Performance Index-ով գտնվում է շատ վատ տեղում եւ մեր նպատակը այնպես անել, որ Հայաստանի կապվածությունը աշխարհի հետ կտրուկ մեծանա, որը թույլ կտա, որպեսզի մեր մշակող արդյունաբերությունը էապես ավելի մրցունակ դառնա։ Վիճակագրական կոմիտեի տվյալները չենք վիճակում, դա էլի մեր կողմից վարվող տնտեսական քաղաքականության արդյունքն է, որովհետև մենք գիտեք, հիմա արդեն սկսել ենք եւ բավական լայն թափով ընթանում է տնտեսության արդիականացման ծրագիրը, որի ներքո ընկերությունները կարող են շատ մատչելի ֆինանսական պայմաններով թարմացնել իրենց սարքավորումները, հոսքագծերը եւ այլն, եւ մենք գիտենք, որ շատ ընկերությունները արդեն ավարտել են բանակցությունները եւ բազմաթիվ ընկերություններ վարում են բանակցություններ նոր սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ։ Էլի օգտվելով առիթից ուզում եմ նշել պայմանները, որ եթե մշակող արդյունաբերության ոլորտում որևիցե ընկերություն թարմացնում է իր սարքավորումները, գնում են նոր սարքավորում, կամ հոսքագիծ, որը պետք է փոխարինի իր հին եւ վատ արտադրողականություն ունեցող հոսքագծերին, ապա կառավարությունը սուբսիդավորում է վարկի կամ լիզինգի տոկոսների զգալի մասը, մեծ մասը եւ արդյունքում այս ներդրումային վարկային միջոցները տնտեսվարողներին հասնում են շատ էժան գներով։ Պարոն Քերոբյան, լաստանավի հետ կապված ուզում եմ հարցնել։ Եվ վերջո S&M International ընկերությունը ճիշտ եմ չէ՞ հիշում անունը, որ ես չեմ հիշում։ Այդ ընկերությունը ձեռք բերեց լաստանավը, թե ոչ թե բանակցությունների։ Հիմա մենք միայն մի հարցի առաջ ենք կանգնած, ըստ էության այն լաստանավերը, որոնք առաջարկվել են ձեր նշած ընկերության կողմից, որ պայմանագիր է կնքել RЖD-ի եւ Հարավկովկասյան երկաթուղու հետ, որպեսզի այդ լաստանավերը հնարավորություն ունենան վրացական պորտեր մտնելու։ Հիմա դա օրերի հարց է եւ այդ մի հարցի վերջնական լուծման հետ զուգընթաց արդեն լաստանային հաղորդակցություն սկսվում է։ Բանակցություն ընթանում է բուլղարացիների հետ եւ առաջարկվել է նրանց բուլղարական Վառնա անունով լաստանավը եւ հիմա գնահատման աշխատանքն իրականացնում։ Դուք ավելի շատ բան գիտեք, իմ համար շատ կարևոր է, որ իմ գործընկերները, իմ տեղակալները իրենց աշխատանքը ճիշտ անեն, ժամանակին անեն եւ մենք կարողանանք լաստանավը ժամանակին գործարկել։ Այո, հուսով եմ եւ արդեն նշեցին, ընդհանրապես մնացել է մի հարց լուծելու։ Իդեպ մի բան է, այդ ընկերությունը արդեն ասացի։ S&M International ընկերությունը պարոն Քերոբյան, որի ղեկավարի անունը դուք չեք նշում, բայց ես գիտեմ Քրիստինա Մալերյան Հենրիկովնա։ Այդ ընկերությունը նոր է, ինչքան գիտեմ, գերանցվել Հայաստանում եւ նոր ընկերություն է, ուզում եմ հասկանալ կառավարությունը վստահություն ունի նոր գրանցված անհայտ ընկերության նկատմամբ եւ արդյոք հնարավոր չէ երկրորդ հարցը, արդյոք հնարավոր չէ այդ գումարը, որ պետք է 60 միլիոն դրամ չի ամեն մի ուղերձի համար, եթե ճիշտ եմ հիշում, տրամադրվի գնալ գալու համար, այդ գումարը, որ գումարում ենք, ստացվում է մոտ 3 միլիոն դոլար 6 ամսվա կտրվածքով։ Հիմա մի քիչ էլ ավելացնեն, թեկուզ գործարարներին դիմեն, համամասնորեն կառավարության մասնաբաժնոր կամ մասնավորի, պետական կառավարության ենթակայության գործող լաստանավ ձեռքբերել, այլ ոչ թե
կոնսոլիդացիա, որ չենք անում։ Շատ լավ հարց է, ի սկզբանե ուզում եմ ասել, որ պլանավորված էր, որ կառավարությունը սուբսիդավորումը կտա հարավկովկասյան երկաթուղիներին, բայց նոր աշխարհական իրողության հայտնվելու պայծ սկսած, ոնց որ հարավկովկասյան երկաթուղին նախընտրեց այդ ճանապարհով չգնալ, երևի գուշակելով որոշակի դժվարություններ այդ նախագիծը իր կողմից արվելու հետ։ Կառավարությունը փոխեց նախագիծը եւ հայտնեց, որ եւ հայտարարեց, որ եթե լինի ընկերություն, եթե հայտնվի ընկերությունը, որ պայմանագիր կնքի եւ թե հարավկովկասյան երկաթուղու, թե ռուսական երկաթուղիների հետ եւ կարողանա հանդիսանալ օպերատոր, ապա կառավարությունը պայմանագիր կնքի նման ընկերության հետ։ Ըստ էության ձեր նշած ընկերությունը առաջինը կնքեց այդ երկու պայմանագրերը եւ մենք համաձայն մեր կողմից տրված խոստման կնքեցինք նաեւ երկրորդ պայմանագիրը իրենց հետ։ Մի տեխնիկական ճշտում եք, պարոն Քերոբյան, այդ լաստանավը միայն լաստանավեր է լինելու, երկու լաստանավ։ Երկու լաստանավ է լինելու։ Այո։ Այդ լաստանավերը միայն երկաթուղային վագոններ են տեղափոխելու։ Ոչ, նաև ավտո։ Այո։ Հիմա եթե ճիշտ գիտեմ 25 մեքենա է կարողանալ մաքսիմալ տեղափոխել։ Ինչքան գիտեմ 50 մեքենա։ Դա երկուսի հետ 50։ Շաբաթական։ Չէ, 40 ամեն լաստանավը 40 վագոն եւ 50 մեքենա։ Հասկացա։ Հիմա դուք ինչ եք կարծում։ Փաշինյանն ասում էր, որ շաբաթական նախատեսման երկու ուղերձ իրականացնես կը մեկ ուղերձը գնալ եւ գալն է։ Դուք կարծում եք, որ մասնագետներն օրինակացնում, որ հնարավոր չի միջև հավատի, միջև գնան հասնել, այդ ամեն ինչը բավականին ժամանակ է տանում եւ արդյունավետության առումով արդյունավետ չի։ Եկեք չանցնենք կամուրջը, քանի դեռ չենք ասել այդ կամուրջին, սպասենք, դե եթե մի լաստանավ, այո, մի ուղերձ, բայց ես ասի, որ կա երկու լաստանավ եւ պետք է մասնագետներին ուղղակի փոխանցել, որ կա երկու լաստանավ։ Նաեւ հարգելի գործընկերներ, երկու հարցի վերաբերյալ ուզում եմ առանձին խոսել։ Առաջինը, գիտեք, որ հունիսի 11-ին Հայաստան է գալիս Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթապությանը, որի հետ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, պարոն Փաթապությանը կմասնակցի ԵՊՀ ավարտական միջոցառմանը, հանդես կգա ելույթով Երևանի բժշկական համալսարանում, ամերիկյան համալսարանում, կմասնակցի տարբեր այլ միջոցառումների, բայց այս իր այցի գլխավոր իրադարձությունը լինելու է հունիսի 15-ին, երբ անցկացվելու է Հայաստանում գիտության եւ գործարարության օրեր միջոցառումը, որտեղ բացի գլխավոր բանախոս Արտեմ Փաթապությանից նաեւ հանդես են գալու մի շարք այլ բանախոսներ, հանրահայտ գիտնականներ եւ բիզնեսմեններ։ Օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ այժմ հասանելի կայքը, որտեղ կարելի է գրանցվել եւ հունիսի 15-ին մասնակցել այս շատ կարևոր միջոցառմանը, որը իրականում ցույց է տալու, թե ինչքան փոխկապակցված են իրար հետ գիտությունը եւ բիզնեսը։ Մյուս կարևոր բանը, որ ուզում եմ ասել, այսօր կառավարության կոչվում է sbdays.am այնտեղ կարելի է Science and Business Days.am հա եւ նաեւ ուզում եմ նշել այսօրվա մեր կայացրած որոշման մասին, երաշխիքների տրամադրման կարգի մասին եւ ելի օգտվելով առիթից ուզում եմ բոլոր գյուղացիներին եւ բոլոր մթերողներին կոչ անել մինչեւ հուլիսի 1-ը կնքել խաղողի մթերման պայմանագրերը, որպեսզի ունենալ վստահություն իրենց ապագա գործարքի նկատմամբ։ Հարցերից մեջն դրան վերաբերում մոդելների սովորաբար ասում են ժամկետ տալիս։ Ես հիմա երբ գյուղացիների հետ խոսում եմ, նշում եմ, որ այդ ժամկետները շատ սահմանափակ է, ծանոթ բարեկամների միջոցով պետք պայմանագրեր կնքում են, ի շատ գյուղացիներ չեն հասցնում պայմանագրեր կնքել, գիտեք, հատկապես խաղողի դեպքում 1-2 ընկերություններ պարտադրանան պայմանագրեր։ Մնացած բոլորները ձգձգում են կամ անարհեստական խնդիրներ են ստեղծում։ Արդյոք վստահեցնում եք, որ մթերումները անցնում են։ Գիտեք, մենք փորձում ենք ստեղծել ավելի փոխվստահելի միջավայր գյուղմթերք աճեցնողների եւ գյուղմթերք վերամշակողների միջեւ։ Ընդհանրապես կա, այսպես ասած, վստահության ինդեքս, համաշխարհային վստահության ինդեքս,
Եվ կարելի է բացել այդ կայքը տեսնել, որ այն երկրները, որտեղ մարդիկ իրար ավելի շատ են վստահում, այդ երկրները շատ բարեկեցիկ երկրներ են, այսինքն երբ մարդիկ իրենց պարտականությունները ճիշտ են անում եւ մեկը մեկի նկատմամբ վստահություն է ձևավորվում, այդ երկրները կարող են շատ ավելի արագ զարգանալ, որովհետեւ բազմաթիվ լրացուցիչ ծախսերի կամ ժամանակ ծախսելու անհրաժեշտություն չի լինում։ Հիմա մենք ուզում ենք զարգացնել մեր հասարակությունը այնպես, վստահության մթնոլորտ եք ձևավորել։ Այո, որովհետև բնականաբար այդ վստահությունը մի օրում չի ձևավորվել։ Հիմա բերեմ ձեզ օրինակ, որ շատ լավ օրինակ է։ Պատկերացրեք, որևէ մթերող կնքել է պայմանագիր 1000 գյուղացու հետ, օրինակ լոլիկի մթերման համար, եւ գալիս է մթերման պահը եւ այդ մթերողին 500 գյուղացին բերում են, մթերում են նախորդ պայմանավորված գնով, իսկ 500-ը որոշում են, որ մի քիչ ավելի թանկ կարող են վաճառել ուրիշին։ Հիմա եկավ հաջորդ տարի։ Պարզա, որ այն մթերողը, ով որ կնքել է 1000 պայմանագիր, որից 500-ը կատարվել են 500-ը ոչ, կնախընտրի այն գյուղացիների հետ առաջի հերթին կնքել պայմանագիր, ովքեր նախորդ տարիներին իրենց պարտավորությունները ճիշտ են կատարել եւ ժամանակին են կատարել եւ իրենց գործողություններով չեն քաշել, այսպես ասած, մթերողին, հա։ Հիմա եւ տարիների ընթացքում կձևավորվի այն վստահությունը, փոխադարձ վստահությունը, բայց հիմա մենք անում ենք ըստ էության առաջի քայլը, որովհետեւ նախորդ տարի օրինակ մթերման պայմանագրերը կնքվել են մթերումից կես ժամ առաջ, մի քանի րոպե առաջ, ուղղակի ձևական կնքել են, բայց դա իր տեսքով եւ իր բովանդակությամբ ընդհանրապես ստացական է, ոչ թե մթերման պայմանագիր։ Հիմա այսօր մեր կողմից առաջարկված տիպային մթերման պայմանագրերը բավական լուրջ փաստաթղթեր են եւ մենք ուզում ենք, որ երկու կողմներ, գործարքի երկու կողմներ, թե մթերողները, թե գյուղմթերք աճեցնողները իրար նկատմամբ նոր եւ ավելի լավ վստահություն ձևավորեն, որ իրականում թույլ կտա, որպեսզի մթերողները ոչ թե մթերեն այնքան, ինչքան որպեսզի գյուղմթերք աճեցնողները աճեցնեն ոչ թե, ասենք, մի հեկտար, որովհետեւ իրենք կարծում են, որ թե մի հեկտար պամիդոր կարողանան վաճառել, այլ այնքան ինչքան իրանք ունեն, որովհետեւ կունենան նախորոք կնքած պայմանագրեր, ավելի լավ հորիզոն եւ դրանով էապես կմեծանա նաև բոլոր կողմերի եկամտաբերությունը։ Ապա իրականում տեղական արտադրողների ուսումնասիրները կողմից են օրինակ հավաքանի հարցումները, դրանք զուգահեռ գյուղմթերքերում, որոնք նամակը բավականին ցածր է։ Հիմա մեր տեղական արտադրողն ասում են, ես չեմ կարող գնով գնահատանքը վաճառել, քանի որ դեռ գները շատ է, պարապանի բառերի, որոնց գները կրկնակի ավելացել։ Այսօր ես չեմ լսել ձեր նշած մտահոգությունը, որը վերաբերում է վաճառվող ապրանքի գնի հետ։ Այսօր այդ մտահոգությունը գոյություն չունի, դուք տեսնեք ինչ բարձր ինֆլյացիա է մոլեգնում եւ դա իրականում այսպես ասեմ գյուղացիներին թույլ է տալու, որպեսզի իրենք լավ գնով վաճառեն իրենց ապրանքը։ Շնորհակալություն։